Կաթնառատի գլխավոր խնդիրը դպրոցի ու մանկապարտեզի շենքի առայժմ չլուծված հարցն է։ 88 երկրաշարժից հետո վթարային շենքից դպրոցը տեղափոխվեց, սկզբում վագոն տնակներ, հետո գյուղապետարանի նախկին գրասենյակ։ 150 աշակերտ ունեցող դպրոցի 10 դասարաններից 6-ը գործում է նախկին գրասենյակում, 4-ը ներկայիս գյուղապետարանի շենքի սենյակներում։ Երկու հերթով էին անում, քանի որ մի քիչ ծանր էր, ձմեռը մի քիչ ծանր ալնում երեխաների համար, բանի համար, ստիպված մենք այս ձևի տեղավորվել ենք ուրեմն։ Դպրոցի ներկայիս շենքը պատկանում է համայնքին, գյուղի կրթօջախի նոր շենքի խնդիրը կարոտ է շուտապույտ լուծման, քանի որ այստեղ սովորում են նաև մի քանի գյուղերի աշակերտներ։ Լոռու մարզի հեռավոր այս գյուղում նաև մանկապարտեզ չկա։ Նախադպրոցական համակարգի բարելավման կառավարության ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում է գյուղապետարանի շենքի մի մասում բացել մանկապարտեզ։ Առջևում եւս մեկ կարևոր քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու Կաթնառատում։ Կառավարության մարզերի համաչափ զարգացման ծրագրի երկրորդ փուլով պետական բյուջեից հատկացվելու է 12 միլիոն դրամ, որը ուղղվելու է մշակույթի կենտրոնի վերանորոգմանը։ Նիկոլոլյան, Արման Տիտանյան, Մարզպետարանի ժամ։ Շարունակում ենք թողարկումը համայնքային մյուս նորությունները մեկ տեսաշարով։ 2009 թվականի օգոստոսից Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը համալրվեց եւս մեկ բաժնով, որն զբաղվում է ինքնական կառույցների օրինականացման եւ տնօրինման հարցերով։ 88-ի երկրաշարժից հետո տներ կամ բնակարաններ կորցրած ընտանիքները սեփական նախաձեռնությամբ լուծեցին իրենց կեցության խնդիրը, սակայն չկային համապատասխան պայմաններ կառույցը օրինականացնելու համար։ Երկրի նախագահի եւ կառավարության որոշմամբ օրենսդրական այս նախաձեռնությունը առաջնային կարեւորություն ունի նշված տիպի շինությունները հարկային դաշտ բերելու, համայնքային եւ պետական բյուջեն լրացնելու գործում։ 2009 թվականին կառույցը հարկային դաշտում արտացոլել է 300 ապօրինի շինություն։ 2010-ին թիվը բազմապատկվել է, հասնելով 1138-ի։ Անցած տարի նման կառույցները 1024 են եղել։ Այս տարվա 6 ամիսներին արդեն ստացվել է 333 դիմում։ Դիմումների գերակշիռ մասն ստացել է դրական լուծում, մյուսները գտնվում են փաստաթղթային ընթացքի մեջ։ 10 քաղաքացի նախազգուշացել է ապօրինի շինարարությունն օրինականացնելու հորդորով։ Նրանց առաջարկվել է սահմանված ժամկետում լուծել պետական պարտավորությունները։ Օրենքն անտեսելու կամ շրջանցելու դեպքում նշված քաղաքացիները կենթարկվեն վարչական տուժի։ Դա նաև քաղաքացիների շահերից է բխում, որ քաղաքացին ինքը տիրապետի իր գույքը, իր անշարժ գույքը։ Փամբակը 167 գյուղական տնտեսություն եւ 420 բնակիչ ունի։ Հողազուրկ են, ուստի հնարավորություն չունեն զբաղվել գյուղատնտեսությամբ։ Նրանց կեցության հիմնական աղբյուրը 1500 քառակուսի մետրը չգերազանցող տնամերձողակտորներից ստացված բերքն է։ Կարտոֆիլ, կաղամբ, լոբի սննդակարգում գլխավոր տեղ զբաղեցնող բանջարաբույսերը չեն վաճառում։ Փոխարենը զբաղվում են խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ։ Աշխատատեղերի հանրապետությանը պատուհասած խնդիրն այստեղ էլ առկա է։ Գյուղապետարանը, փոստը, կապի հանգույցն ու գրադարանը գործում են տնական պայմաններում։ Համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանի ցանկությունն այս ենթակառույցների գործունեությունը շենքային պայմաններում կազմակերպելն է։ Գյուղում երբևէ նախակրթարան չի գործել։ Ծնողների կողմից բազմիցս հնչեցված խնդրին համայնքային բյուջեն ունակ չի արձագանքելու։ Գյուղում կատարված աշխատանքները այնքան էլ շատ չեն։ Լուծվել է գազիֆիկացման խնդիրը ԻԴԱԽ-ի ծրագրի աջակցությամբ։ Ջինիսյան հիմնադրամի ծրագրով կառուցվել է խաղահրապարակ, վերանորոգվել է գյուղի ջրամբարը։ Բոլոր աշխատանքների համար 10%-ի ներդրում կատարել է համայնքը։ Հողահարկի հավաքագրումները կիսամյակային կտրվածքով գերազանցել են 100%-ը։ Սա պայմանավորված է նրանով, որ մեկ տնտեսության հասանելիք փոքր հողակտորի դիմաց վճարում են փոքր հողահարկ։ Մեքենաների տեղ սպասարկման հարկերն էլ կգանձվեն օգոստոսին։ Համայնքի ղեկավարը լիահույս է, որ կառավարությունը իրենց գյուղին եւս անհրաժեշտ ուշադրություն կհատկացնի։ Վերջ անգամ կառավարությունը եթե մեզ օգնել է, դա եղել է ուրեմն 2001 թվին դպրոցի կառուցման խնդրում, դրանից հետո ոչ մի գործ չի արվել։ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղի բնակիչների միակ եկամտի աղբյուրը անասնապահությունն է։ Կաթնառատը մարզյան գյուղերից է, որտեղ հողերը չեն սեփականաշնորհվել։ 2003 թվականի կառավարության որոշմամբ հողը պատկանում է համայնքին եւ գյուղացին վարձակալությամբ է օգտվում գյուղի հողերից։ Կաթնառատն ունի 1200 հեկտար խոթարկ, 490 հեկտար վարելահող, 2000 հեկտար արոտներ, որոնց մեծ մասը հեռագնային եւ գրեթե չեն օգտագործվում։ Վառելիքի թանկության եւ վատ ճանապարհների պատճառով գյուղացիները նախընտրում են օգտագործել միայն գյուղի մոտակա հողերը։ Կաթնառատում չեն օգտագործվում նաեւ վարելահողերը, դարձել է խոթարկներ։ Գյուղապետ Անատոլի Հակոբյանն ասում է, որ երկար ժամանակ չօգտագործված հողերը առաջիկայում դժվար կլինի վարել, քանի որ դաշտերում մրջնաթմբեր են առաջացել։ Բացի այդ, գյուղը նաև կարգտարարության գոտի է։ Կաթնառատում 1400 գլուխ եղջերավոր անասուն կա։ Վերջին տարիներին այստեղ գործում է կաթի մթերման եւ մշակման արտադրամաս, որտեղ գյուղացիները մթերում են իրենց արտադրած կաթը, սակայն դժգոհում են նվազ գնից։ Այժմ Կաթնառատ գյուղի կաթի գործարանում 20 տեղացի աշխատում։ Այն տարածաշրջանի միակ կաթի փոշի արտադրող ձեռնարկությունն է։ Ուղղաշյանից կաթ եմ բերում, լավոդին մայր։
4 տարի առաջ կապույտ վառելիքը հասել է նաև Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան գյուղ, սակայն գյուղի շատ բնակիչներ մինչև հիմա բնական գազ չունեն։ Մայրուղուց գազը բնակարան հասցնելու ծախսերը շատ են։ Նրանց համար դժվար է վճարել նաև օգտագործված վառելիքի համար։ Լեջան համայնքի ղեկավարը նշում է, որ գյուղի նախկին ղեկավարից առանգել էր գազամատակարարման կիսակառույցանց ու նաև 6 միլիոն դրամ աշխատավարձի պարտք, ինչը ևս վերջին 4 տարիներին միայն կարողացան մարել։ Ինչպես շատ լեջանցիներ, այնպես էլ Ֆրոսիա Գալստյանը գոմաղ Պամբրան այս ամիսներին չորացնում է։ Օրվա ժամանակի մեծ մասը ծախսում է աթարները շուրումուր տալով ու նշում, որ միայն փայտով խստաշուն ձմեռը չեն կարողան անցկացնել։ Տիկին Ֆրոսյան 2 անչափահաս թոռնիկներ ունի, ընտանիքում աշխատող ձեռքեր կան, բայց աշխատանք չունեն։ Հետևաբար գոյատևում են միայն իր ու ամուսնու կենսաթոշակով։ Ընտանեկան սուղ բյուջեի ձմռան համար նախատեսում են 5 խորանարդ մետր փայտ գնել։ Բնական գազ այս տարի էլ չեն օգտագործի։ 1 խորանարդ մետր փայտը Լեջանում գնում են 15000 դրամով։ Հիմա մի սենյակը ամուսինները կքնեն, երեխաները տատիկ-պապիկների հետ հնարավոր է արդյոք, չէ։ Ես որ թիվն է։ Ես նախնադարյան թիվը չի, որ համոզեն 13 հոգոմի սենյակը մսթրվեն տենց ասած, չէ։ Իսկ Թումանյանի տարածաշրջանի Մղարդ գյուղի գազիֆիկացման խնդիրը շուտով կստանա իր վերջնական լուծումը։ Կառավարության մարզերի համաչափ զարգացման ծրագրի երկրորդ փուլով 15 միլիոն դրամ է ներդրվել այս նպատակի համար։ Նշված գումարով գազատարը հասել է գյուղ եւ ներքին ցանցի կառուցման համար արդեն պատվիրել է նախագիծ։ Կապիտալ շինարարության ծրագրով պետական բյուջեից եւս 15 միլիոն դրամ կհատկացվի, որպեսզի Մղարդի բնակիչները եւս օգտվեն բնական գազից։ Դեռևս 3 տարի առաջ Համաշխարհային բանկի գյուղատնտեսության զարգացման ծրագրով գազիֆիկացվել էր գյուղի դպրոցը։ Այս տարի արդեն գազիֆիկացվելու է ամբողջ գյուղը։ 15 միլիոնի աշխատանքներ կատարվել են, երևի միտքան էլ կհիրիքի որ ամբողջ գյուղը գազաֆիկացվի։ Դրա խնդիրը համարում եմ լուծված։ Կարմիր աղեղի գյուղի բյուջեն 3.5 միլիոն դրամ է կազմում։ Գյուղի 256 հեկտար վարելահողերը այս տարի ամբողջությամբ մշակվել են։ Գյուղապետ Վաչական Հովհաննիսյանը նշում է, որ աղեղին մարզի ու տարածաշրջանի եզակի համայնքներից է, որն այս տարի անմշակ հողեր չունի։ Գյուղը նաև այն եզակի համայնքներից է, որ գյուղտեխնիկայի պակաս չունի։ Դեռ ավելին գյուղի կոմբայնը մնացած տեխնիկան ծառայում է հարևան համայնքների հողագործներին։ Գյուղատնտեսական տեխնիկան ճիշտ է խորհրդային արտադրության է, բայց գյուղում լավ է պահպանվել։ Տրակտորներ, խոտի մամլիչներ, կոմբայն ու այլ տեխնիկայի խնդիր աղեղեցիները չունեն, ինչպես նշում է համայնքի ղեկավարը, հանրապետության միջինից ցածր գներով գյուղացիների համար աշխատում է գյուղապետանին պատկանող կոմբայնը, չի փոփոխվում նաև հստակ սահմանված գնացուցակը։ DT 75 վարի 3 տեխնիկա ունենք, տրակտոր իրանց գութաններով, T70 կարտոֆիլ, հիմնականում կարտոֆիլի մշակության 3 էլի տեխնիկա ունենք, 3 պրես խոտի մամլիչ ունենք։ Արևածագ գյուղի գործազուրկ կանայք սպասում են կարտոֆիլի բերքահավաքին, քանի որ տարվա այդ ժամանակահատվածում են միայն աշխատանք ունենում եւ գումար վաստակելու հնարավորություն ստանում։ Այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունները կրկին ավելացել են, դրան նպաստել է կառավարության գյուղացիական տնտեսությունների աջակցման ծրագրերը, սակայն հիմա երբ մոտենում է բերքահավաքը, գյուղացիները կանգնել են մեկ այլ խնդրի առջեւ՝ թանկացել է վառելիքը, ինչն էլ առաջացրել է գյուղացիների դժգոհությունը։ Արևածագցիներից շատերը գյուղատնտեսական վարկեր են վերցրել ու չեն կարողացել վճարել, ինչի պատճառով էլ շատերը նախընտրում են զբաղվել անասնապահությամբ։ Գյուղի բնակիչներին անհանգստացում է նաև երիտասարդների արտագաղթը գյուղից։ Այս ջահելները սաղ գնացին։ Այս տարի 2 հատ աղբոր երեխա ունեմ, երես սկիմիտներուց չի եփենք դե։ Ջահել բանակից եկել են ու գնացել են երեխեք։ Շատ։ Ջահել երեխա չկա, հա, շրջում եք գյուղը։ Արտվի համայնքի բնակչության թիվը կազմում է 240 մարդ, փոքր այս գյուղը սակայն բազմաթիվ խնդիրներ ունի։ Տարիներ շարունակ գյուղապետարանի շենքը տեղակայված էր վագոն տնակում։ Հիմա արդեն գյուղապետարանը տեղափոխվել է առայժմ վերանորոգման ընթացքում գտնվող Արտվու մշակույթի տան շենք, որտեղ բացի գյուղապետարանը տեղավորվելու է նաև գյուղի արարողությունների դահլիճը, գրադարանը, ավագանու սենյակը։ Առայժմ համայնքային միջոցներով սկսվել են շենքի ներքին հարդարման աշխատանքները։ Վերջերս գյուղայցելած մարզպետը խոստացել է աջակցել ծրագրին ու հատկացնել 5 միլիոն դրամ։ Փոքր գյուղի համար այս համայնքային կենտրոնի վերանորոգումը մեծ ու կարևոր աշխատանք է, նշում է համայնքապետը։ Արթուր Նալբանդյանը եկավ տեսավորով մենք որևէ բան արել ենք, ասեց կօգնեմ եւ օգնեց։ Խոսքը գործ դարձավ 5 միլիոն գումար հատկացված։ Մեծավանի արվեստի դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է։ Վերջերս Լոռու մարզպետը այստեղ հանդիպել է բնակիչների հետ, խոստացել առողջության կենտրոնի տանիքի վերանորոգման համար գումար հատկացնել։ Մեծավանի արվեստի դպրոցի վերանորոգման ծրագիրը եւս կավարտվի, խոստացել է Արթուր Նալբանդյանը։ Նախկինում երաժշտական դպրոց ուներ 150 աշակերտ, այժմ 45։ Շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները շուրջ 1 ամիս է սկսված են։ Այս ժամանակահատվածում փոխվել է տանիքը, տեղադրվել են նոր լուսամուտներ, ընթացքի մեջ են նաեւ ներքին հարդարման աշխատանքները։ Արվեստի դպրոցի տնօրենը նշում է, որ դպրոցի շենքային պայմանների բարելավումից հետո մտածել են
է նոր երաժշտական գործիքների ձեռքբերման ուղղությամբ։ Աշակերտների մեծ մասը սովորում են դաշնամուրային բաժնում։ Վերջերս փակվել է փողային բաժինը, իսկ արվեստի դպրոցի դահլիճյան խիթար պայմանների պատճառով դպրոցի բարեխմբի պարապմունքներն անց են կացվում գյուղի մշակույթի կենտրոնի դահլիճում։ Մի փոքր ինչ դադարի շինարարությունը, դե մեր շինարարությունը կատարում է Վանաձորը, երևի այնտեղ ավելի շտապ գործեր կային, մեր գործը մնաց ամառվա ընթացքում, որ ամառը վերանորոգվենք, վերջացնենք։ Ալավերդու տուրիստական գործակալությունների եւ ավիատոմսերի վաճառքի կետերի հաճախորդների զգալի մասը ԱՊՀ երկրներից նախընտրում են հանգստանալ հիմնականում հարևան Վրաստանում, ընդ որում շատերի համար կարևոր է ոչ թե ուղղությունը, այլ մատչելիությունը։ Ալավերդցիները նախընտրում են ծովափնյա քաղաքներից իրենց հանգիստն անցկացնել Քոբուլետիում, Ուրեկիում եւ Բաթումիում։ Փողոցում պատահական անցորդներից փորձեցինք պարզել, թե որտեղ են նախընտրում հանգստանալ։ Այստեղ էլ շատ գեղեցիկ է, այստեղ իմ ծննդավայրն է, ես շատ մեծ սիրով կարոտով գալիս եմ այստեղ, ու մեծ սիրով սպասում եմ, որ գնամ մի քիչ հանգստանամ։ Հանգստանալու գնալ եք։ Ոչ։ Ինչի՞։ Ֆինանսապես հնարավորություն չունեմ։ Գնացել եմ Սուխումի, գնացել եմ Սոչի, գնացել եմ Մոսկվա, ամենտեղ։ Չերմուկ ենք գնացել բուժվելու, հանգստանալու։ Երևի երազանք բամյա կղզիներ։ Ես իմ չգիտենք, դեռ չենք որոշել։ Երեկոյան ժամը 8-ն է Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության Սանահինի կայարանում, սակայն դեռևս Բաթումի մեկնող գնացքի ուղևորներ չկան։ Պատճառն այն է, որ ծովափնյա հանգստի շրջանը նոր է սկսվել այս տարի Երևան-Բաթումի մարդատար գնացքն էլ սկսել է աշխատել հունիսի 15-ից։ Կայարանապետ Գյորգի Նոնինյանը նշում է, որ Վրաստան մեկնող ուղևորների թիվը մի քանի անգամ ավելացել է։ Այս տարի եւս սպասելիքները մեծ են, քանի որ ավելացել է եւ գնացքների արագությունը եւ թե հարմարավետությունը։ Շատ լավ է, պայմանները շատ լավն է, ույուտը նորմալ, ասենք վագոններում չեն ձանձրանել, ուղևորը չի ձանձրանա, մաքրությունից բռնացած, Обслуживание, ասենք, պրավատնիկների կուլտուրական սպասարկում ամեն ինչ լրիվ նորմալ է։ Երևանից Բաթումի մեկնող գնացքը ուղիղ 2 րոպե կանգ Սանահին կայարանում, այնուհետև մեկնում։ Այս տարի Սանահին կայարանում Բաթումի գնացքի տոմս հնարավոր չէ ձեռք բերել։ Տոմսերը վաճառում են Վանաձորում, դրանք հնարավոր է գնել նաև համացանցի միջոցով։ Երևան-Բաթումի գնացքն առանց ուշացման արդեն ալավերդում է, իսկ գնացքի ուղևորների մեջ հանդիպում ենք նաև հաղորդավար Արսեն Գրիգորյանին եւ 32 ատամակում հեռուստանախագծի տղաներին, ովքեր որոշել են օգտվել գնացքով ճանապարհորդելու հաճույքից։ Սա ռոմանտիկա է, իհարկե, սա գնացքը դա ուրիշ հաճույք է, ուրիշ տպավորություններ են։ Գնացքը շատ կարևոր է, մանավանդ ասեմ, որ մենք Փառք Աստծո մի հատ նվեր ունենք, դա Տիկին Անուշն է, ով որ պրազնիկ է դարձնում ընդհանրապես այս ուղևորությունը։ Մինչև Վրաստան Սանահինից բացի գնացքը կանգառ չի ունենալու Վահագն Գրիգորյանը որոշում է այստեղ հրաժեշտ տալ հայրենիքին։ Պատուհանից դուրս բնությունը, որը պարզապես տրամադրություն է ստեղծում, շնորհակալություն Հայաստան, ես սիրում եմ քեզ։ Մերիկո Լոլյան, Արման Տիտանյան, Մարզպետարանի ժամ։ Քուրթան գյուղի ազգագրական թանգարանի շենքը վթարային է, արդեն 23 տարի գործող թանգարանի ցուցանմուշները, որ հավաքվել են տարիների ընթացքում, վտանգված են։ Գյուղական թանգարանի շենքային պայմանների բարելավման ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։ Գյուղի առաջին հեռախոսը, որի խրպոտ լսափողով գյուղային հասնում շրջանի ղեկավարների հրահանգները, հիմա Քուրթանի ազգագրական թանգարանի ցուցանմուշների շարքում է եւ հիշեցնում է գյուղի խորհրդային հակասական ու հարուստ պատմության մասին։ Թանգարանը հիմնադրվել է 1989 թվականին գյուղի բնակիչ կուլտուր լուսավորական գործի մեծ նվիրյալ Վլադիմիր Խարազյանի նախաձեռնությամբ։ Սկզբում այս իրողական թանգարան էր, այնուհետև հաշվի առնելով այստեղ հավաքված ազգագրական նյութերի կարևորությունը, այն դարձավ Սարդարապատի ազգագրական թանգարանի մասնաճյուղ։ 1995 թվականին Սարդարապատի թանգարանը պաշտպանության նախարարության ենթակայության հանձնելուց հետո այն կրկին հանձնվեց համայնքին ու մինչև հիմա էլ գործում է գյուղապետարանի ենթակայությամբ։ Թանգարանում 720 ցուցանմուշ կա, հիմնականում գյուղի տարածքից հայտնաբերված իրեր են, որոնք հայտնաբերվել են գյուղի նոր դպրոցի շինարարության ընթացքում։ Ցուցանմուշները հիմնականում գյուղատնտեսական գործիքներ են, գյուղի տարբեր ժամանակների լավագույն գորգագործների ձեռքի աշխատանքները։ Թանգարանը այցելուներ գրեթե չի ունենում, միայն գյուղի աշակերտներն են ու գյուղ հանգստանալու եկած մի քանի տասնյակ հյուրերը։ Շենքն արդեն մի քանի տարի է վթարային է, տանիքից կաթող անձրևաջրերը անհետևանք չեն մնացել։ Թանգարանի սենյակներում գտնվելը նույնիսկ վտանգավոր է։ Շենքային պայմանները շատ վատ վիճակում են, տանիքը նորոգելու եւ մնացած, եթե տանիքը չկա, պարզա անձրևները անդադ թափում են եւ վերանորոգման կարիք ունի։ Նախկինում թանգարանը 8 աշխատող ուներ, հիմա այստեղ միայն Տիկին Մելանյանն է աշխատում, ով անհամբեր սպասում է գյուղի մշակույթի կենտրոնի շինարարության ավարտին, քանի որ այդ դեպքում միայն հնարավոր կլինի փրկել արժեքավոր ցուցանմուշները։ Խոնավությունից արդեն այդ կարպետները,
կամ մնացած իրերը, փայտի գործիքներ կան, ասենք, որ փաստորեն չի մշակվում, մղմուղանգնամ, քայքայվում է։ Անցնող 23 տարիների ընթացքում թանգարանի դռները չեն փակվել այցելուների համար։ Հիմա սպասում են ամեն տարի գյուղ այցելող ռուս հնագետների, ովքեր շարունակում են պեղումները գյուղի տարածքում։ Մերի Կոլոլյան, Արման Տիտանյան, Մարզպետարանի ժամ։ Եվ վերջում 2012-ի հունիսի 30-ից սկսած յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի Արաբկիր վարչական շրջանում Կասյան փողոցի վերին հատվածում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ։ Մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին ու Երևան քաղաքի սպառողների ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների ու սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների դների ձևավորմանը։ Տոնավաճառը բացառիկ կարևորություն ունի Երևանում գյուղմթերքի մատակարարման բարելավման գործում։ Նախատեսվում է նմանատիպ տոնավաճառներ կազմակերպել նաև քաղաքի մյուս շրջաններում։ Սա Լոռու մարզպետանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի մարզպետանի ժամ հաղորդումներ։ Գիտեցեք նաև կրկնությունները 3 շաբթի ժամը 9-ին եւ երեկոյան 18:30-ին։ Մեր հաղորդումները կարող եք դիտել նաև Լոռու մարզպետանի պաշտոնական կայքում, այցելելով lori.gov.am։ Արձագանքեք մեր հաղորդումներին զանգահարելով 0322 20413 հեռախոսահամարին։ Իսկ ես հրաժեշտ եմ տալիս ցտեսություն եւ ամենայն բարիք։